Թող գալիք նոր տարին բոլորիս բերի առողջություն, խաղաղություն, սեր, ջերմություն, թող յուրաքանչյուրիս ընտանիքներից անպակաս լինի Աստծո լույսը, օրհնությունը, օրը սկսվի ժպիտով, ավարտվի ուրախությամբ, թող մեր ընտանիքներում լինի հարգանք, սեր մեկս մեկի նկատմամբ, իմ սիրելի հետևորդներ ջան, միշտ ուրախ լինենք, ուրախ դիմավորենք գալիք նոր տարին, միայն գալիք նոր տարին ցանկանում եմ, որ առողջություն բերի, ամբողջ աշխարհին խաղաղություն լինի։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն պետք է պատրաստեմ խաշը։ Շաբաթ երեկոյան ժամը 8-ն է։ Մեկ անգամ եռացրել եմ, ջուրը թափել եմ, լավ լվացել եմ սառը ջրով, լցրել եմ արդեն, որ վերջնական պետք է եփեմ։ Տեսնում եք ինչքան ընտիր սպիտակ խաշ է։ Բարեկամներս, ջերմոցից եմ գալիս, գիտեք, որ ասեցի ջերմոցում ենք պատրաստում խաշը, 3 գիշեր ժամը 3-ին արդեն պատրաստ էր, առավոտ շուտ որդուս հետ գնացինք, դրեց գազօջախը վառեց, դրեց գազօջախին, որպեսզի տաքանա։ Սիրով ողջունում եմ ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, մաղթում եմ ձեզ ուրախ, խաղաղ կիրակի, վայելեք ձեր հանգստյան կիրակին։ Այսօր առավոտը ժամը արդեն 7-ն է, տեսնում եք, անպամած է մեզ մոտ, ձուն եկավ մի փոքր, արդեն խաշի սեղանը պատրաստել ենք, սպասում ենք հյուրերին, համեցեք, համեցեք, համեցեք բոլորդ, բոլորիդ էլ կբավականացնի, սիրելիներս, միասին ուտենք, նստենք կլոր սեղանի շուրջ և մի լավ զրուցենք, ծանոթանանք մեկս մեկի հետ։ Սիրում եմ ձեզ, իմ յուրահատուկ, իմ համեստ, իմ լավ սիրուն բարեկամներ, յուտուբյան ալիքի ընտանիք, համեցեք մեծ սիրով, սիրելիներս, բոլորիս էլ կբավականացնի, իսկ հիմա գնամ արդեն հյուրերս, ոնց որ ասած դռան շեմին են, դիմավորեմ, եթե հարմար լինի, սեղաններ ցույց կտամ, ամեն ինչներ ցույց կտամ, սիրելիներս, գնացինք, ես գնամ ներս, ձեզ էլ նորից կրկին անգամ ուրախ հանգստյան կիրակի մաղթեմ, սիրելիներս, կհանդիպենք։ Հաջորդ օրն է խաշի երկուշաբթի օր, կոֆե եմ դնում, դուք էլ դրեք, գնանք խմենք միասին։ Լցնեմ կոֆեն և գնանք, սիրելիներս, իսկ հիմա սիրելիներս, ուզում եմ Դավիթի Սաղմոսած գրքից կարդալ 105-րդ գլուխ, առաջի խոսքից 5-րդ խոսքը։ Գոհացեք Տիրոջմեն, անոր անունը կանչեցեք, անոր գործերը ժողովուրդներու մեջ պատմեցեք, երգեցեք անոր, սաղմոս ըսեք անոր, պատմեցեք անոր բոլոր հրաշքները, անոր սուրբ անունով հպարտացեք, Տեր խնդրողներուն սիրտը թող ուրախ ըլլա, Տեր ու անոր զորությունը խնդրեցեք ամեն ժամանակ, անոր երեսը փնտրեցեք, հիշեք անոր ըրած հրաշքները, այո, Տերը հրաշագործ է, Տերը բարի է, Տերը մեր բոլոր խնդիրները լուծող է, Տեր Աստված, փառք քեզ, ամեն։ Այս Աստվածաշնչի մեջ, սիրելիներս, ամեն ինչ գրված է, գոնե օրը մեկ անգամ մի երկտող կարդացեք, փառավորեք մեր Տիրոջը ամեն ժամանակ։ Իսկ հիմա, սիրելիներս, դրեցի կոֆեն, ձեզ հետ միասին խմենք և այսօր զրույց ունեմ ձեզ հետ անելու։ Ասեն էլ մեծերը դու չերև ասել, ապ ինստագրամի համար մի փշացվեմ բանը նկա։ Սա էլ մեր խաշի սեղանն է, դեռ կիսատ է, չեմ հասցրել լրիվ լիովին դնել, սիրելիներս։ Իսկ հիմա ես իմ կոֆեն արդեն դրել եմ, գիտեմ, որ դուք էլ ձերն եք դրել, եթե չեք դրել, դրեք, եկեք միասին նստենք, այսօր մի քիչ երկար խոսելու բան ունեմ ձեզ հետ, սիրելիներս, այսօր այս շրթներքն եմ օգտագործել, քանի որ դուք ինձ ասեցիք, որ ձեզ շատ սազում է,
ես որոշեցի, որ այդ շրթներ կքսեմ և սիրով ձեզ հետ զրուցեմ։ Իսկ հիմա կոֆեն խմենք։ Այս անհարմար, բայց գեղեցիկ գույնով և գեղեցիկ տեսքով սուրճի բաժակով եմ այսօր ձեզ հետ միասին կոֆե խմելու։ Անցած հոլովակը, որ տեղադրել էի, թե ինչպես ենք խաշ մաքրում, հարսից հետ միասին շատ բարի ջերմ խոսքեր էի գրել հարսիս մասին։ Անչափ, անսահման շնորհակալ ենք։ Այո, մենք միասին ենք, ինչ անում ենք, միասին ենք, սիրելիներս։ Ամեն ինչը միասին ենք անում, միաբան համերաշխ։ Իմ լավ բարեկամներ, ես կադրի մեջ շատ չուզեցա երևայի, ուզեցա, որ հարսիս արած գործերը տեսնեք, թե ինչպես է աշխատում, դուք շատ լավ ծանոթ եք, գիտեք, հարսս կոկիկ, մաքրասեր, պարտաճանաչ, աշխատասեր աղջիկ է, հարս չեմ ասում, աղջիկս է։ Էդպես մաքրեցինք, մի շաբաթ, գիտեք ինչքան դժվար է խաշ մաքրել, իմ լավ բարեկամներ, ամեն օր ջուրը փոխի 3-4 անգամ որդիս փոխում էր, գիտեք, որ միշտ ասել եմ, մաքրասեր վերին աստիճանի է իմ որդին, չեմ գովաբանում, քավ լիցի, Աստված գիտի, որ այդպիսին է իմ որդին, անկեղծորեն եմ ձեզ հետ կիսվում, դուք իմ տան անդամներն եք, գիտեք մեր տունը ինչ է կատարվում, ինչ ենք պատրաստում, ամեն ինչ ձեզ տեղեկացնում եմ։ Խաշը դրեցինք, սիրելիներս, շաբաթ երեկոյան, երևի ժամը 8-ն էր, դե մինչև մեկ անգամ եռացրեցի, ջուրը թափեցի, մսերը նորից սառը ջրով լվացել ենք, լցրել ենք կաթսան, ձեզ ցույց կտամ ընթացքում և ասեմ, որ ջերմոցում ենք եփում, ձեզ ցույց եմ տալիս, որ այնտեղ ենք եփում։ Արդեն լույսը ունեինք, մինչև ժամը 3-ը խաշը արդեն պատրաստ էր, դե փորն էլ նորից մաքրել ենք, լրիվ փորն առանձին եմ եփել, սիրելիներս, չեմ խառնել խաշին, որտեղ մարդիկ կան, որ փորով խաշ չեն սիրում, առանձին էլ մատուցել եմ փորը։ Կարգ ու կանոնով մեր հայկական ընտանիքներին նման, խաշը դա հայկական, ծեսական կերակուր է, սիրելիներս, հիշում եք, որ հարսանիք էր չէ լինում, հարսանիքից հետո խաշ էին տալիս, այն ժամանակ ավելի շատ էին կանայք տանջվում, թոներ էին վառում, այդ մազերը խանձրում, այդ պճեղների վրայի այդ մասերը կոշտ դժվար էին մաքրում, իսկ հիմա համարյա պատրաստ է, չեմ ասում պատրաստ է, բայց հեշտացել է մեր գործը, նորից մաքրում ենք, մաքրում, բայց այն ժամանակ մեր մայրիկները շատ են տանջվել, մեր տատիկները շատ են տանջվել, այդ ամբողջ ժողովրդին պետք է խաշ հյուրասիրեին, անպայման, այսպես սիրելիներս, ուզում եմ ասեմ, ես շատ ուրախությամբ, ջանասիրությամբ մաքրեցի հարսիս որդուս հետ միասին, դե որդիս չմաքրեց, բայց ջուրը փոխում էր, տանում բերում էր։ Ես չեմ ուտում խաշ, ընդհանրապես սիրելիներս, անգամ խաշի հոտից վատանում եմ, բայց ես որդուս օգնեցի, չէ որ հյուրեր էր կանչել, որ պատրաստեց լավ, մաքուր և կոկիկ լինի ամեն ինչ։ Եթե ուզում ես հյուրասիրես ինչ-որ մեկին, պետք է ամենալավը հյուրասիրես, իմ բարի հետևորդներ ջան, ամենաընտիրը հյուրասիրես և ամենաընտիրը տաս, եթե ինչ-որ մեկը քեզանից մի բան է խնդրում, ամենաընտիրը տաս, խոսքի ես եթե մեկին ուզում եմ ամռանը պղպեղ, սմբուկ, լոլիկ տալ, ես ջոկում եմ, հարսից ասում եմ ամենալավը տուր, գիտեք ինչու սիրելիներս, եթե ես ամենալավն եմ սիրում ինձ տան, ամենաընտիրը, ուրեմն ես էլ պետք է բարի լինեմ, ամենաընտիրն ու լավը ցանկացողին տալ։ Սիրելիներս, խաշը եփեց բերեցինք ներս, ասեցինք մենք սեղանը արդեն լրիվ պատրաստել ենք երեկոյան, հացը թրջել, պատրաստել, ամեն ինչ, մնում էր թթուն, դե երեկոյան չուզեցանք,
պատրաստել թթուն, չէ որ թթուն հեղուկ է դուրս տալիս։ Դուրս եկա, տեսակ ձեզ հետ բարևեցի դրսում, եկա ներս, արդեն սեղանը բացել էինք, որոշ չափով ափսեները, բաժակները, մրգերը, թխվածքը դրել էինք, մեր հյուրերը ներս մտան։ Չկարողացա ոչ լիմոնադը տեղադրել, ոչ օղին, ոչ խաշերը մատուցել։ Այդ սեղանը այսպես որ տեսան ու նստեցին, ասում են նոր տարվա սեղան եք բացել, նոր տարին էլ էստեղ անենք ու գնանք։ Դրա համար մի փոքր մասնիկն եմ ձեզ ցույց տվել, իմ լավ բարեկամներ։ Չկարողացա մինչև վերջ նկարել, ասեմ, որ մեր հյուրերից մեկը շտապում էր նկարել իր Instagram կանալի համար։ Ես սկզբից ամանչեցի, որովհետև մենք հյուրեր ունենք, որ մեր տուն առաջի անգամ էին գալիս սիրելիներս, ծանոթներ չէին, որ ես բոլորը նկարեի, անհարմար էր, որ հյուրը ասեց, ես ուզում եմ Instagram-ի համար նկարել, կարելի է, ես այստեղ ոնց որ ոգևորվեցի, ուրախացա, ես էլ մի մոմենտ նկարեցի, չհասրեցի բոլորը նկարել։ Իմ լավ բարեկամներ, ինչքան կարողացել եմ, այնքան արել եմ։ Կոֆես էի վայելում, հարսս կոֆեն խմեց, դուրս եկավ։ Չհասկացա ուր գնաս։ Մեկ էլ ասեց, մամա, մի րոպե կգաս, կաթսան չի մաքրվում։ Ես էլ գիտես ինչ, ասեցի հոգնած ենք։ Ինչի է այս պահին կաթսան մաքրեցի։ Այ մամա, մնաք չորանա, հետո ավելի դժվար կլինի։ Երևի ինքը ինձանից ավելի խելացի է գտնվում։ Ես էլ եմ հասկանում, բայց չորանա, բայց հոգնել ենք, այդքան հյուրերին ճանապարհել, ամանները ճիշտ է, մեքենան է լվանում, բայց բաներ կա, դու ես լվանում, հավաքի, մաքրի, գիտեք, հյուրեր ունենա, ամեն անկյուն արդեն խառնվում է իրար։ Նստել ենք, ասիմ այդ կաթսան թող մնա, զգուշացրել է։ Ցույց եմ տալու այդ կաթսան, թե ոնց է լվացել։ Հիմա պետք է տանենք, դնենք ջերմոցը, այդ իրերը մեծ, դնում եմ այնտեղ, մինչև տեսնենք, գարունը կպատրաստենք ինչ-որ սառային նման, խոհանոց ամառային, արդեն ամեն իրը կտեղավորենք սիրելիներս։ Այսքանով գնացինք, ձեզ ցույց եմ տալիս, սիրելիներս, թանկագիններ։ Խաշիկ կաթսան է, արդեն լվացած, պլպլացրած։ Բոլորս էլ գիտենք, որ կաթսայի մեջ որ խաշ ենք եփում, այդ կաթսան շատ սևանում է, լվացել է, մաքրել է, պլպլացրել է, ոչ մի գործ չթողեց հաջորդ օրվանը, նույն օրը բոլորը մաքրեց, դասավորեց։ Այսքանով ավարտում եմ այս հոլովակը և մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, լցվեք Աստծո խոսքով, փառք տվեք Աստծուն։ Աստված ասում է, տալիս եմ ձեզ մի բուր բարություն, սեր և ջերմություն, վերցրեք ի սրտե, ձեզ եմ տալիս, որ դուք էլ ջերմանաք, լցվեք մեծ սիրով ու միշտ լիանաք։ Այսքանն եմ մաղթում ձեզ, ասում եմ ստեսություն, իմ լավ, աշխարհի ամենալավ, բարի հետևորդներ ջան, եղեք առողջ, նորից եմ ասում, և ուրախ, ստեսություն, մինչ նոր հանդիպում։